մեկ բան տեղի ունեցել։ Թվերը անցկացնելի, սակայն հայտորեն մի տող բաց է թողել երկու տեղամասում, որի արդյունքում Բարգավաճ Հայաստանից, եթե չեմ սխալվում, իրանց հաջորդող է 8-րդ համարի ձայները գրվել է 7-րդի դիմաց, 9-րդին 8-րդի դիմաց, 17-րդին 16-ի դիմաց, 16-ին 18-ին, պես տող են բաց թողել, որ հասկանանք այդ տեղամասերը մենակ ԿՊ-ից 650 ձեն պակաս անցկացվել համակարգ է, որ իրար ճիշտ հասկանանք, եթե մեզ մեղադրում եք նրա մեջ, որ մենք որպես ստոր և դավադիր և ընտրակեղծար իշխանություն ԿՊ-ից 650 ձեն ենք կվացել կտերեկից, բայց դա աբսուրդ է, լրիվ ակնհայտ է, որ մեր ընտրական համակարգը, քանի որ ինքը աշխատում է ձեռքով ու մեխանիկական գործողություններով, այսինքն թիվը վերում են, օպերատորը ձեռքով համակարգչի վրա ցանկացնում, այն ձեռք չի խաղերից, օրինակ նույն ԲՀԿ-ի հետ կապված 22-18 տեղամասում, ըստ արձանագրության հավաքել է 7 ձայն ԲՀԿ-ն, համակարգում անցկացվի 22 ձայն, դա երկրի չէ։ Դա մեկ ընտրատեղամասում, իսկ մյուս ընտրատեղամասում եւ բացի այդ իրենք ասում են, որ իրենց ձայները կորել այն ժամանակ, երբ Փաշինյանը հասկացել է, որ ինքը 3/5 չունի։ Արգելի գործընկերներ, նախ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 20:01 երբ Տիտանը Կալուգայից ժամանած Հայաստան իր զարմիկի հետ մտել էր լայվ ու հայտարարել է, որ Փաշինյանը պարտվում է։ Խնդրում եմ, այդ ինչ-որ ասում եք, այդ ինչ-որ բանի մեջ ասում։ Չէ, բայց Ալեքսանդրյան ուզում 3/5 որպեսզի ունենակ եւ այս դեպքում սա է պատճառը, իրենք կարծում են, որ այս ձայները կորել են։ Հարգելի գործընկերներ, անսահմանափակ փողի մեջով Հայաստան եկած Հայաստանի քաղաքացիներին արտերկրից բռնաճնշումներով Հայաստան ուղարկել։ Ամբողջ Հայաստանը ընտրակաշառքի մեջ հաթախած օլիգարխիկ ուժերին ջախջախել են, գցել են գետնին եւ նրանց վրայով քայլել են քաղաքական իմաստով։ Պարոն Ալեքսանդրյան, մամուլը գրված է, որ ԲՀԿ-ի գործարք եք առաջարկել, որպեսզի եթե նույնիսկ միակ գործարքը, որ առաջարկել ԲՀԿ-ին ու հիմա էլ առաջարկում, դա այն է, որ մաքսիմալ առաջ ժողովրդից գոհացվածը վերադարձնեն։ Ասում են դուք առաջարկել եք, եթե խորհրդարանացնեն ձեզ համար երկու։ Մամուլը ասել հրապարակվել է դա, հրապարակում է հրապարակում։ Հարգելի գործընկերներ։ Եթե չէ, նա մերժել ասում են ձեր գործարքի առաջարկը։ Դրա համար դուրս եք թողել խորհրդարանից նրան։ Դա ձեր ասած ասկալա չի, ինչ-որ դրամատուրգություն։ Ես հասկանում եմ իհարկե, որ մեր ընդդիմադիր մամուլի մասնավորապես լեզվի տակ ոսկոր չկա, ու ես օրական ինչ-որ հոդվածներ եմ կարդում, որ ինձ թվում է չգիտեմ սա գրող մարդուն պետք է շատ շտապ ինչ-որ հետազոտության ուղարկել, մասնավորապես չգիտեմ, բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է չափում։ Բայց ակնհայտ է, որ Ալեքսանդրյան ունենալու ԲՀԿ-ի անձնագրեր հիմա տեղեկություն կա տածված, որտեղ ԲՀԿ եթե անցնի, պարզ մեծամասնություն չեք ունենա։ Խնդիր, ոնց պարզ մեծամասնություն։ Այսինքն 61 ձայներ ունեք, ԲՀԿ չանցել դեպքում դուք դառնալու եք ավելի շատ ձայներ եք ունենա, 64 եւ ավելի։ Հա, որ Քոչարյանը չանցնի, էլ ավելի շատ ձայներ։ Որ ուժեղ Հայաստանը չանցնի, ավելի շատ ձայներ եք ունենալու, բայց այդ ինչ կապ ունի։ Չէ, կապ ունի այնքանով, որ դուք խնդիր եք ունենալու Ինչ խնդիր եք։ գլխավոր դատախազ նման պաշտոնների ընտրության դեպքում։ Հայաստանում խնդիր ունենալու են մենակ օլիգարխները եւ նրանց ընդհանուր ասոցիացիաները։ Առաջիկա 5 տարում նրանք այդ խնդիրներից չեն ազատվել։ Իրանք այնքան խնդիր են ունենալու առաջիկա 5 տարում, որ ես չգիտեմ էլ թե ինչ։ Չէ, բայց սահմանադրական մեծամասնություն չունենալը խնդիր է, որովհետեւ գումարում էլ սահմանադրական մեծամասնություն, այս գործող գումարման մեջ մենք չունենք սահմանադրական մեծամասնություն, հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ այդ ընդդիմադիր թեզը, թե իբր ԿՊ-ում sense բանը, որ սահմանադրական մեծամասնություն չունեն, հիմա էլ չունեն։ Բայց դա նաև նրա համար է խնդիր, որ դուք սահմանադրական հանրակրվեի հարց չեք կարող վերել։ Գործընկերներ, սահմանադրական հանրակրվեի մասին կխոսենք, երբ որ դրա մասին խոսելու ժամանակը գա։ Բայց ես խնդրում եմ, այս օլիգարխիկ կլանի ու այս անսահմանափակ փողի մեջոցների ջախջախումը մի փորձեք դες անվաստացնել։ Պարոն Ալեքսանդրյան, երբ որ դուք խոսում եք, հա, այդ մասին ստացվում է, որ նաև ընտրատասովշի, այդպես ասում եք, հա, օլիգարխներ։ Ստացվում է, որ վիրավորում եք նաև այն անձանց, այն քաղաքացիներին, ովքեր ունեն ընդդիմադիր հայացքներ ունեն ու այլ ուժ են ընտրել։ Բնավ այն քաղաքացին, որ գնացել է ընտրատեղամաս իր ազատ կամքով, քվեարկել է թեկուզ ամենառադիկալ ընդդիմադիրին, ես խորագույն հարգանք ունեմ այդ քաղաքացու քաղաքացիական դիրքորոշման նկատմամբ,
ու դա կներեք ինձ, բայց մեր քաղաքական հավատամքն է, որ քաղաքացին պետք է քվեարկի իր քաղաքական համոզմունքներից ելնելով։ Նույնիսկ ըստ ցանկության, կարող ըստ տրամադրության է քվեարկի, առավոտ վերակացը տենց է ուզել, տենց է։ Դե հիմա ձեր հայտարարությունները տարածվում են բոլորի վրա, այն տոկոսի վրա, ովքեր ընդդիմադիրներին են ընտրել։ Ստացվում է բոլոր կաշառքի դիմացինները հարցումներով եւ միջազգային վստահելի հարցումներով, այո, օրինակ ուժեղ Հայաստանը ուներ 12% աջակցություն։ Ակնհայտ է, որ 12%-ն է։ Այդ ինչ հարցումներ։ Այո, հարցումներ, օրինակ Հայաստանի ամենավստահելի, Հայաստանում հասկացված ամենավստահելի։ Այդ նույն հարցումների համաձայն միայն դուք եք անցնում։ Դա ակնհայտ է, որ միայն մենք չենք ասում, եթե մենք 12% ունենք։ Հետընտրական զարգացումների ականատեսն Ինչ զարգացում, ասել եմ ինչ զարգացումների ականատես լինելու։ Դեռ մեր ընտրության նոր ասուլիսի ժամանակ ես ասել եմ, որ ես կարծում եմ, իմ կարծիքն է ու իմ վերլուծությունն է, որ ուժեղ Հայաստանը պիտի դիմի սահմանադրական դատարան, Արամ Վարդևանյանը ինքը դիմումով ու իմ կարծիքով այդտեղ պետք է նշի հետևումը։ Քանի որ ԿՊ-ի վստահված անդամներից մեկը տեղամասերից մեկում ներկա է գտնվում ԿՊ-ի Հայաստանի ինքնագծող քարտեզ կրծքանշանով, իրենց տասովշիկների կողմից կաշառք ստացած քաղաքացին մտել է դրա տեղամաս, տեսել է այդ քարտեզը մեր վստահված անձի կրծքին, նրա մեջ արտնացել է խիղճը եւ նա չի քվեարկել ըստ տասովշիկի տված ցուցման։ Իմ կարծիքով դա է լինելու իրաց սահմանադրական դատարան տված դիմումի բովանդակություն։ Տեսեք հիմա որ դուք բնութագրումներ եք տալիս, փող վերցրած եւ այլն, դուք ունեք փաստեր։ Դուք չունեք փաստեր։ Ամբողջ Հայաստանի միամիսը ասեք ով ասում եք փող վերցրել եկել ընտրատեղամաս։ Ասենք ինձ թվում է հակակոռուպցիոնի ձայնագրությունները արդեն վաղուց ժամանակն է, որ Spotify-ում ու Apple Music-ում Իրենք ասում են մոնտաժված ձայնագրություններ, պարոն Ալեքսեյան, չեն վստահում։ Ձեր ընդդիմախոսներում դա ներկայացնում։ Լավ, հիմա մեր քաղաքացիներն են լուսնից են, չի։ Այսինքն ինչքան կարելի է, ինչքան որ ԿՊ-ն քեշով փող բաժանել։ Ինչքան կարելի է, հա, տենց բան ասել։ Եթե տենց բան ասել ու պնդում արելու եք, ես կարծում եմ իրան պետք է դատի տան դրա համար ԿՊ-ի Հա, դե կասկածում եմ։ Տեսակ շատ զգույշ է ասել, որ չկարողանաք դատի տանք, Իշխան Սաղաթելյանը դասական ստախոս է, եթե տենց բան ասած։ Պարոն Ալեքսյան, բայց դուք վկայակոչում եք ձայնագրություններ, որևէ դատական որոշում չկա, վճիռ չկա, դրանք ընդհանրապես ձայնագրություններ, որը որևէ ձևով չի փաստարկվում իրավական ճանապարհով։ Դե չկա որևէ վճիռ, դատական վճիռ չկա, որոշում չկա այդ առումով, ո՞նց է պնդում, որ Հարգելի Ռուզաննա, երբ որ դուք հիմա ձեր տեսախցիկով նկարեք, թե ոնց է ինչ-որ մեկը սպանում ինչ-որ մեկին ատրճանակով, այսինքն փոխից կրակում, դուք դա նկարեք, այդ վիդեոն ունենաք, ձեր աչքով տեսած եք, գործը բնականաբար գնալու է դատարան։ Ու ենթադրում առնվազն 5-6 ամիս այդ դատը գնալու է։ Արդյոք դուք 5-6 ամիս պնդելու եք, որ չկա վճիռ, չեք կարող ասել, որ այս մարդը Բայց դրանք տարբեր են, դրանք օրինակ ձայնագրությունները ասում են մոնտաժված են, տարբեր խոսք։ Օրինակ Դավիթ Մազինյանը պնդում է, որ ընդհանրապես համակարարի ասած խոսքի ման վրա իրեն մեղադրում են, այն դեպքում որ եթե բան ունեին մեղադրելու ձայնագրություն ուզում են, որ իր խոսքը հարցին պատասխանեք, եթե դուք ձեր տեսախցիկով նկարեք, թե ինչպես է Պողոսը սպանում Պետրոսին։ Ես կարող եմ նկարել եւ տանել մոնտաժել այնպես, որ պարոն Ալեքսյան, ստացի դուք եք ինչ-որ բան։ Ասում են հատկապես հիմա երբ որ AI-ն կիրառում։ AI-ն կիրառում, AI կիրառողները մենք գիտենք ովքեր են, ու ես կարծում եմ, որ իդեպ շատ կարևոր բան է, ես կարծում եմ ուժեղ Հայաստանի հիմնական թերացումներից մեկը եղավ են, որ իրանք AI-ից հրաժարվեցին։ Ճիշտ է ծիծաղում ենք, որ AI-ով են անում, բայց հավատացնում եմ նույնիսկ այդ ծիծաղելի AI-ը շատ ավելի լավն է, քան բնական Ինֆորմացիա, որ վերել են 8-ից հետո ընդրատեղամասը, նորմալ է ձեզանական, որ 8-ից հետո չեն վերել, որքան ես գիտեմ 8-ում եւ որքան ես գիտեմ 8-ին են տեղամասում եղել, ու ես նախ ուզում եմ հասկանամ, թե այդ ինչ վերաբերում կա մեր զինվորների նկատմամբ, այդ ինչ կողմից անդամության կողմից կիրառվում, այդ այսինքն սահմանում կանգնելուց այո կեցել մեր զինվորը, բայց քաղաքացիական պարտքը կատարելուց քննարկությանը մասնակցելուց այդ մեր զինվորը։ Չէ, ասում եմ ժամանակը դա։ Կարգի խախտման Ժողովուրդ ջան, ես որ նայում եմ այդ ընդրատեղամասի բանը, թե Արամ Վարդևանյանը, թե Գոհար Մելյանը, հերթով բաներ են, վիդեոներ են անում, որ եթե 8-ին տեղամասում եք, ոչ ոք իրավունք չունի ձեզ ասելու, որ դուրս եկեք, կմնաք ու կքվեարկեք, բայց այս բանը ասած զինվորները փաստորեն այդ վերաբերվում է բոլորին բացի զինվորներից։ Նախ դա սխալ է, ես ու երկրորդը զինվորները, արգելի գործընկերներ, գիտեք որ պերեսնիկով են նայում քվեարկություն։ Դիրքերի զինվորները սպասում են, մինչև զորամասի զինվորները քվեարկում են,
հետո պերեսմունկա է տեղի ունենում, հերթափոխ է տեղի ունենում։ Զորամասի արդեն քվեարկածները գնում են դիրքեր, ընդդեմ իշխում են, հիմա կա լոգիստիկ հազարումի հարց կա։ Այդ բան եք սարքել մեր զինվորների քվեարկությունը, 1000 խնդրում եմ ես մեր բոլոր ընդդիմադիր գործընկերներից ու պահանջում եմ, որ մեր զինվորների մասին խոսելիս խոսեն շատ զգույշ եւ խոսեն շատ հարգանքով։ տեսակցություններ կային